Սուքիաս Ավետիսյանը չի մասնակցի հարազատ գյումրեցիների բողոքի ակցիային ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման։ Ես չեմ կարծում, որ հանրահավաքի մասնակցելով մենք հարցին լուծում կտանք։ Հանրապետական պատգամավորն իր համաքաղաքացիներին տեղյակ է պահում, հանրահավաքներով չեք կանխի էլեկտրաէներգիայի թանկացումը, այն անխուսափելի է։ Երկու տարբերակ կա, կամ պետք է ինչ-որ երկնքից այդ փողը գտնվի, կամ ինչ-որ մեկը օգնա այդ փողը տալու։ Գյումրեցին ճիշտ է անում, որ բողոքում է, այո, հեցում կա ապաշնոր կառավարում, կա շքեղություն, բայց հարցերն ավելի շատ են։ 37 միլիարդ 400 միլիոնից 13 միլիարդը որ փակեցին, 24 միլիարդ ով է փակել։ Սուքիաս Ավետիսյանը չի ուզում հեցի փաստաբանի տպավորություն թողնել, սակայն նրան ունեցած պարտքի հարցը պետք է լուծվի։ Երկինքը կդա, բարեգործը կդա, թե ինչ-որ մի բարեգործ կազմակերպ։ Սուքիաս Ավետիսյանը հայրենակիցների համար ավետիս ունի, 2018-ին մենք կրկին կանգնելու ենք էլեկտրաէներգիայի թանկացման փաստի առջև։ 2017 թվականին մեր ատոմակայանի երկրորդ էներգոբլոկը 6 ամիս կանգնելու է նորոգման։ Պատգամավորը միանգամից առաջարկում է այսօրվա բարձրացվելիք սակագնի մեջ ներառել նաև 3 տարի հետո ատոմակայանի 6 ամսյա Արկադիր Պարապուրտից առաջացող էլեկտրաէներգիայի թանկացումը։ Որովհետեւ մենք 1 տարի հետո, այո, 1 տարի ու կես հետո նորից չասենք, թե գիտեք, եկեք թանկացնենք, որովհետեւ մենք գիտենք, որ ատոմակայանը կանգնելու է, վերջ։